Շարունակում ենք ծրագիրը եւ վստահ եմ կարոտած կլինեիք մեր վերլուծաբան Արմեն Չիբուխչյանին։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Ուսամ լավ հանգ ստացար։ Նորմալ։ Ուրեմն հաճախ հարցնում են Արմենը բան գա, որ մեկը ասեց փողոցում ես քո արձակուրդի ժամանակ։ Ասեց, երբ հագցի ասի, ինչու, ասեց, դե որ վիճում եք հաճելի է, էլի ասեց։ Ես հասկանում եմ։ Պոպկորնը դնում է, կոկա-կոլայով ձեռները տրվում է։ Այդ չէ, մենք այդպես հաճելի շատ չենք պատճառում։ Չէ, թող ուրախանան, ես պրոբլեմ չունեմ։ Կարևորի չէ, մեր աշխատանքի ամբողջ բանը ձեզ ուրախացնելն է, բարեկամներ։ Իհարկե, երկու հիմնական թեմա ունենք՝ Ռուսաստան, Ուկրաինա եւ Իրան, բայց նկատեցիր Արմեն, սկզբից այսպես էին ասում. Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ, Իսրայել-Իրան հակամարտությունը։ Հիմա կարծես Իսրայելը դուրս եկավ, ասում են Միացյալ Նահանգներ, Իրան հարաբերաբանը այդ խնդիրները, էլի կարողացավ ժամանակին, կարծում եմ Իսրայելը դուրս գալ էս հաշվեկշռից։ Այո, միանշանակ ոչ թե դուրս գալ, այլ այստեղ մի քիչ ուրիշ խնդիր կա։ Ստերի տակ մտնել։ Չէ, Իսրայելը հիմա հարց է լուծում Լիբանանում եւ Գազայում, այնտեղ անդադ ինչքան է Գազայի մասին խոսեն, հիմա էլ ինչ որ նոր գործարք են հորինել, բայց այդ գործարքը բազմաթիվ էլի խնդիրներ ունի։ Այստեղ խաղեր են գնում, ավելի շատ բոլորը փորձում են ժամանակ շահել։ Շատերին թվում է, որ ժամանակ շահեն Տրամպը գնա, Միացյալ Նահանգներում գալու է ուրիշ իշխանություն եւ այո, բայց այդպես չի, էլի, ես չեմ կարծում, որ ինձ թվում է Չնայած այս դեպքում որոշակի բաներ կփոխվեն Արմեն։ Որոշակի բաներ կարող են փոխվել, բայց ես ձեզ էլի եմ ասում, տեսեք, իրականում խնդիրը հետեւյալն է, օրինակ ասում են Տրամպը ենթադրենք թույլ տվեց, չէ, օրինակ տեսականորեն Իսրայելին ինչ որ ռազմական գործողություն ազատություն էր, բայց Իսրայելի ռազմական գործողությունը սկսել է Բայդենի ժամանակ, եկեք չմոռանանք։ Իհարկե։ Այսինքն հակառակը, ես ձեզ ասեմ, օրինակ Տրամպը ավելի շատ կարող է զսպել Նեթանյահուին։ Ռեալ, քան կարող էր զսպել Բայդենը։ Եկեք էս էլ ընդունենք, այսինքն բայց ասենք որ չզսպեին ինչ էր անելու Իսրայելը։ Դե ինքը Իրանը անում է միշտ։ Ինքը եթե ուշադրություն դարձնեք, հիմա ինքը իր գործողությունները Գազայում օրինակ այդ տեղյակ չեք, ասեմ, իրանք հիմա շարունակում են պարբերաբար ամեն օր, օրինակ հոկտեմբերի 7-ի այդ սարսափելի հանցագործության, տերորիստական գործողության ուրեմն կազմակերպիչների, կատարողների լիկվիդացիան ամեն օր մեկը սպանվում է, օրինակ հրամանատարներ, հրամանատարի տեղակալներ եւ այլն եւ այլն։ Միշտ էլ արել են իրենք դա, միշտ արել։ Գազայի հատվածում այդտեղ գիծեր չէ գծված, որ ինքն Իսրայելի զորքերը պետքա չանցնեն։ Պարբերաբար անցնում են, պարբերաբար այո, այդ գիծը ասենց այսպես կամած առաջ է գնում, հետո մտնում են այնտեղ որտեղ իբր չպետք է մտնեն, բայց անում են։ Նույնն էլ վերաբերվում է Լիբանանի հատվածում, այնտեղ էլ, հա, այսինքն, բայց այդտեղ մի հետաքրքիր հանգամանք կա։ Տեսեք, Իսրայելում են զարմաց, ասում է, տեսեք, ասում է, Տրամպը հարվածում է Իրանին, իրանք մեզ չեն հարվածում։ Այսինքն խնդրեմը, հա, հետաքրքրություն չունի, մենք հիմա մտածում ենք Իսրայելը մի կողմ քաշի, բայց հիմա պատկերացրեք, եթե օրինակ հարվածեին Իսրայելին իրանցիները։ Իսրայելը պիտի պատասխաներ, բայց եկեք տեսեք, որ Իրանը չի հարվածում Իսրայելին։ Այսինքն իր հաշիվներն ունի։ Այո, այստեղ է հետաքրքրական հարց, որը օրինակ ինձ շատ հետաքրքիր է, իսկ ինչու։ Կա տեսակետ, որ Իսրայելի պատասխանները շատ ավելի կետային են եւ շատ ավելի Իսրայելը այսպես Դրանով է կասկածում, համեմատած իրանական եւ մի հետաքրքիր բան է, գիտեք, երկու բան էլ կա։ Մեկը, որ Մոսադը բավականին լուրջ շանտաժ, այսինքն բավականին լուրջ կամպրոմատներ ունի թեկուզ այսօրվա իսրայելական լիդերների վրա, իրանական կներեք։ Եվ մյուսը, որ Մոսադը կողմնակից է պատասխան հարվածներով ոչնչացնել կոնկրետ դեմքերի, այսինքն տեսեք ոնց են անում Գազայում, չէ՞, ոնց են անում, ասենք Լիբանանում։ Այսինքն հիմա իրանց մոտ իրականում այդ հրամանատարական կազմը, այդ որոշումներ ընդունողների կազմը այնքան է փոքրացել, որ իրանց համար ամեն հաջորդ կորուստը կարող է շատ ավելի հիմա նույն այդ Վահիդի կա, չէ՞, Ահմադ Վահիդի կա, որը հիմա փաստացի քսիրի ղեկավար, այսինքն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարն է, եւ ասում են նա վերջիններից որ այդպիսի ազդեցություն ունի, որ կարող է այդ ամբողջ այդ կորպուսը այսպես բռի տակ բայել եւ այլն։ Ես չգիտեմ որքանով են ճիշտ այս թեզերը, բայց ես փոխանցում եմ ուղղակի այն վարկածները, որ պատտվում են։ Բայց դուք շատ հետաքրքիր բան ասեցիք եւ ճիշտ եք նկատել, որ Իսրայելին չեն ռմբակոծում, Իսրայելն էլ դեռևս բան չի անում։ Բայց մի բան, ես հետևում եմ իսրայելական մեդիային եւ ձեզ մի բան ասեմ։ Իսրայելցիք ասում են
Հիմա մեզ, եթե այսինքն խոսքը նրանում է, որ ինչի իրանք չեն մասնակցում, ասում եմ մեզ ձեռնտու չի մանր այս գործողություններին անիմաստ մասնակցել, որտեղ մենք փոքր երկիր ենք։ Մեզ անընդհատ մտնել այդ փոխհրաձգության մեջ բալիստիկներով եւ բանով, համ ծախսը, համ էլ ձեռնտու չի։ Ինչ են ասում, երբ որ Տրամպը անընդհատ ասում է, որ մենք ես մեր հետևորդներն մի տեղեկություն ասում, երբ որ Տրամպը հայտարարում է, օրինակ 3-4 օր, հայտարարեց, որ կտամ, կոչնչացնեմ, վերացնեմ։ Լավ հիշեցրի, կներես Արմեն, մի հայտարարություն արեց պարոն Տրամպը, որ մինչև հիմա նման բան չէր ասել։ Ոչինչ ներողություն, ոչինչ չի հասնի Իրանին, եթե մենք դա չցանկանանք, եւ ոչինչ չի հասնի Իրանին, եթե համաձայնագիր կամ լիակատար կապիտուլյացիա չկնքվի։ Այս բառը առաջի անգամ այն կողտավ կապիտուլյա, այսինքն առաջ է գնացել իր ցանկությունների մեջ, չգիտեմ որտեղից է գալիս։ Դե, բայց հետաքրքիր մի բան է։ Ուրեմն հենց Տրամպը այսպիսի հայտարարություն է անում, անմիջապես համար 1 է բերվում Սենտկոմը անմիջապես sense համար 1-ի է բերում սա իր զորքերը եւ համար 1-ի է բերվում իսրայելական բանակը։ Այսինքն հենց Տրամպը խոսում է տոտալ պատերազմի վերսկսման, թեկուզ կարճաժամկետ, բայց մեծ հարվածի մասին, որը իրանական ենթակառուցվածքների եւ այլն էներգետիկ օբյեկտ, գիտենք, այդ ասել ենք այդ մասին։ Այդ ժամանակ իսրայելական զինված ուժերը համար 1 ատրում, իրանք կազմ պատրաստում են, որ մասնակցեն։ Եվ իսրայելցիները ասում են ամեն անգամ այդ նյարդային վիճակը, որ Տրամպը տալիս է հանում, Տրամպը զկրտում է, իրանք այնտեղ։ Այո, ասում են դա էլ մեզ էլ է նյարդայնացնում, կամ խփենք կամ չխփենք եւ այլն։ Բայց ըստեղ էլ հետարքիր բան կա, եթե դուք նկատեք մի այդտեղ Տրամպը խաղում է եւ խաղում է շատ, այսպես ասեմ, շատ ինտենսիվ։ Ուրեմն ես հետևում եմ ստոկ մարքետին, Տրամպի ամեն խոսքերից հետո ինչա կատարում ստոկ մարքետի հետ։ Իհարկե։ Տրամպը եւ ինքը դա վայելում է, ես քեզ ասեմ։ Տրամպը անգամ սահմանել է բաժանորդագրություն։ Ես երեք իմացա, որ այո, կարող ես ներքին ինֆորմացիա ունենալ, եթե ինչքան ամսական վճարես, $300,000։ 300,000, իսկ 100,000։ 300,000, լավ, 100,000 կարող է սխալվում եմ, բայց սա մի շատ տարօրինակ բան։ Այսինքն ներքին ինֆորմացիա ունենալ եւ ստակներ առնել վաճառելու համար դատահասնում։ Ինքը դա ուզում է լեգալացնել, այսինքն վճարեք 100,000 ասենք, լավ որ բան չթվա, եւ դուք կստանաք այդ ինֆորմացիան, իսկ դա կարող են մեծ կորպորացիաները մենակ իրենց տուլ տալ։ Ավելին ասեմ, միլիոններ դնում են Տրամպի, ես ասեմ ձեզ, երեկվա հայտարարությունից հետո որ նորից չի հարվածում, ստոկերը նորից բարձրացան, իսկ եթե դու ավելի շուտ այդ ինֆորմացիան իմանաս, դու առնել իհարկե եւ հետո դե հիմա ինչ ասենք Կովազդ բարեկամներ վերադառնանք ու կշարունակենք երկու թեմա ունենք Արմեն Ուկրաինայի հետ պատերազմը եւ իհարկե մեր ինչա կատարվում առաջին նիստում խորհրդարանի։ Այո։ Դեռ չգիտեք թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրչյանի հետ։ Արմեն, ուզում եմ Ուկրաինայի մասին խոսել։ Բայց եկեք ուզում եք մեկ թեմա անենք։ Չէ, եկեք ազգային ժողովը բան անենք, արագացնենք, որտեվ տենց մեծ բան չի էս այդ օրը։ Ինչ այդ ես ասեմ, Զելենսկին ինչ ասել, դու դրա մասին մտածի, ինձ համար սա հետաքրքիր էր։ Եթե Մոսկվան չի ուզում խաղաղություն, Վաշինգտոնն ու Պեկինը կարող են դա անել։
ասել է Վլադիմիր Զելենսկին։ Ես առաջի անգամ այս տիպի բան ասում, այսինքն այո։ Դա գնանք ազգային ժողով։ Եկեք սկսենք, եթե հարցը կարդացիք, հա, չէ, դե արդեն հետո մտքերս կկորի, հետ բերենք։ Տեսեք, սա խաղ է, իրականում ուկրաինացիները շատ լավ հասկանում են Պեկինի շահերը եւ այլն, իրանք շատ լավ հասկանում են, որ Չինաստանը ահռելի եկամուտներ է գեներացնում այս պատերազմից, գումարած Չինաստանը ահռելի օր-օրի ասում տարածվում է Ռուսաստանում, օր-օրի Ռուսաստան իր տակ ամացնում կոպիտացում։ Ուտում է, իհարկե ուտում է, այն էլ ինչ տեմպերով է։ Չի ուտում է, կուլ տալով գնում է, ուղղակի տարածքը շատ մեծ է, տենց կուլ տալով գնում է։ Եվ այս պատերազմի ամենամեծ շահառուներից մեկը հենց Չինաստանն է։ Ես միշտ դրանով եմ բացատրել Ամերիկայի արտաքին քաղաքականության կուրսի այսպես թվացial փոփոխությունը, բայց երբ որ Թրամփը եկավ եւ ռևերս արեց, ասեց դուք էլ պետք է ավելի շատ ծախսեք եվրոպացիներին, որտեղ մենք Հնդկախաղաղօվկիանոսյան ռեգիոնում շատ ավելի մեծ խնդիրներ ունենք լուծելու։ Իրականում դա ասելով իրանք ակնարկում են, որ մենք Չինաստանի հետ կռիվ ունենք, հա։ Իրականում նրանք հասկանում են, որ իրանք Իրանի հետ խնդիր, այսինքն այս ամեն ինչը մի օրվա մեջ չի որոշվել, որ պետք է Իրանին հարվածեն, այն որ, չգիտեմ, եկե մամուլը գրում է, Նետանյահուն ասեց Թրամփը հարվածեց, չէ, այդպես չի։ Իրանք այդ պլանների մեջ ունեցել են, ծրագիրը մշակված եղել, հիմա էլ տարածում են, որ իբր Սենտկոմը, ինչ որ մամուլը գրում է, որ Սենտկոմը 100 տարբեր ուրեմն նամակներ է ուղարկել, տարբեր ուրեմն բաների, think tank-երի, վերլուծաբանների եւ այլ, տվել եք այդ լուրը, որպեսզի ուրեմն իրենց տան ոչ օրդինար լուծումներ Իրանի հետ կապված, հա, այնտեղ ռազմական փորձագետների ցանկացած լուծում չունեն, որտեղ իրենք հիմա։ Տեսեք, այստեղ էլ բան չի։ Ես չգիտեմ որքանով է դա ճիշտ այդ լուրը կամ որտեղ այնպիսի բաներ են տարածում։ Կարա լինի, բայց ասեմ ձեզ ավելին, իրենք շատ հնարավոր է ունեն լուծումներ, բայց իրենք ուզում են, ասում ոնց որ ասում մտածում են կարող է ավելի լավ լուծում լինի, օրինակ, հա, տեսականորեն։ Հիմա մենք չգիտենք, այսինքն կոպիտ ասած ես վստահ եմ, որ հենց որ հիմա կատարվում է նույն Հորմուզի նեղուցի, դա հարվածում է Չինաստանին։ Այսինքն Չինաստանին բավականին լուրջ վնասներ է բերում այս Հորմուզի նեղուցի իրավիճակը։ Ավելի մեծ քան Միացյալ Նահանգներին։ Այս ամբողջ պատմությունը եւ շատ խոր պատմությունը, բայց Ուկրաինան հիմա ինչու է հիմա սա ասում եւ առաջ չէր ասում։ Ասում է, չէ, ասել է առաջ։ Հիմա ուղակի որ ասում է այդ երկու կարճ ասած ինչ է ուզում ասի։ Եթե Վաշինգտոնը եւ Պեկինը այդ հարցում համաձայնվեն, իրենք կարող են Ռուսաստանին ստիպել դադարեցնել։ Այո, իրենք կարող են, ինքը ուզում ասի, որ երկու ուժ կա, որ կարող է Ռուսաստանին ստիպել, դա Չինաստանն է եւ Միացյալ Նահանգներն է։ Այստեղ գիտեք ինչն է հետաքրքիր։ Զելենսկին այստեղ կարող են ենթադրել, որ ինչ որ դիվանագիտական երկակի խաղ է խաղում, այսինքն ինքը երկուսին էլ կոչ անում, հասկանա, որ երկուսն էլ մրցակիցներ են։ Գիտեք ինչ հետաքրքիր բան կա։ Ոնց որ մրցակցության մեջ էլ նայ հրավիրի, որ մեկը ավելի կարող կլինեք օրինակի համար ճնշել Պուտինին եւ այդ խաղաղությունը հաստատել, բայց մյուս կողմից էլ Զելենսկին այս շատ ժամանակ սա ավելի շատ բարձրաձայնում է, որ ցույց տա, որ ինքն է ուզում խաղաղություն, այսինքն հիմնական նպատակը մեսիջին է, որ ես դրանում չեմ կասկածում։ Այո, ես եմ ուզում խաղաղություն, որտեվ չէ, գիտեք, ռուսական մենակ Russia Today-ի վրա, որքան ես գիտեմ, մոտ $1 միլիարդ բյուջե ունի Russia Today-ը եւ գիտեք ինչ ռոպագանդա է տամ, չհաշված ինչքան ասենք պաշտոնյաներ են գնվում արևմուտքում, դա լուրջ իդեալիզացիա ռուսական է այդ FSB-ն, այդ կառույցը դեռ բավականին այսպես կարող եւ մեծ ֆինանսավորում ունեցող կառույց է։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ Զելենսկիի գլխավոր ուղերձը, ամենագլխավոր ուղերձը, դա այն է, որ խաղաղությունը ես եմ ուզում, Պուտինը ուզում է շարունակի պատերազմը, այսինքն ամբողջ աշխարհին հայտարարում է, կոչ անում, ասում է, տեսեք, ասում է ես հենց հիմա պատրաստ եմ, պատրաստ չինա։ Եվ ամենակարևորը զուգահեռաբար Ուկրաինան իր գործը անում է։ Տեսնում եք Մոսկվայի White Berries-ի պատմությունը, նավթավերամշակման գործարանների պատմությունը։ Գիտեք ինչ, ես ամփոփելով թեման կարճ ասեմ, որ երկու բառ կարճ ասեմ այսպեսի մի բան։ Գիտեք ինչ, սա թվում է թե sense կամած այս հարվածները ասենք, այս պահին ասենք վնաս են բերում, բայց այդ վնասը կուտակային է։ Եվ մենք չգիտենք որ պահին այդ վնասը կհասնի կրիտիկական մակարդակի եւ պատյունավտանգ կդառնա։ Երկու բառով 2 րոպե ունենք Հայաստանում առաջին ազգային նոր ժողովի մասին։ Տեսեք, այսպես ասեմ, գլոբալ այսպես ամփոփելու, քան ժամանակ չունենք, դեռ կհասցնենք խոսել, մի միտք ասեմ, այսպես բարեկրթության սահմաններում ենք փորձում լինել։ Ինձ ուղղակի մի բան, երբ որ նայում եմ այսպես պայտակ
այդ բարեկրթության տակ էլ մեղադրեցին, որ չգիտեմ, նրանք Արարատ անունի համար են այդ թուրքերն են նշանակում ազգային ժողովին նախագահ, ադրբեջանցիք վարչապետ։ Դուք նկատեցիք այդ իբր բարեկրթության մի տակ։ թեման է, Դուք զգացիք այդ իբր բարեկիրթ։ Բայց մի բան ասեմ Արմեն։ Ինձ մենակ Բոլոր դեպքերում մի աստիճան վերև է բարձրացել։ Ես որ հիշում եմ ավելի բանի։ Ջան մուտի տեսանու բան sense էին խոսում ազգային ժողովում։ Հիմա գոնե մի Չէ, այն որ տրուկները շատ ավելի խորամանկ են դարել, այն որ ես տեսա, որ ասենք, այն որ ես չգիտեմ ովքեր են, կոպերկիններն են, տենց ավելի լավ մասնագետներ, նոր բան վերեցին հիմա։ Չէ, ես ասեմ, որոշակի մտքային կոմբինացիա են, ուրեմն ես նկատես մի հատ ասա այդ կոմբինացիաներից լավ։ Օրինակի համար կոպիտ ասած թրիփի հետ կապած չեն, գեներալ Մանվելի Մովսես կար մի հատ, որ հիմա падգամավոր է։ Այն որ տենց շարում է, գիտեք, կա կեղծ տրամաբանության շղթա։ Այսինքն կեղծ տրամաբանությամբ կառուցվում է հենց այդ ռոպագանդան, բայց այդ ամեն ինչը շղթայի մեջ մտցվում են նաև որոշակի իրական, ասես կեղծ տրամաբանությամբ բերում է, բայց եզրահանգումը կեղծ է։ Հասկանում եք, եւ սա վտանգավոր է շատ։ Մեկը դա, բայց ինձ մենակ մի բան է հետաքրքրում, եւ հա պայթելու։ Ես այս ամեն ինչը տեսնելով, ես հասկացա, ինձ հետաքրքիր ինչքան են դիմանալու։ Իսկ ոչ թե պայթելու է, այլ որ ասեղով ծակում է փուչիկը ոնց է դանդա։ Ես չգիտեմ, բայց այս ամեն ինչը որ տեսնում, ես ասես նստած։ Բայց զավեշտալի մի բան կա, հա, կա այդ ամեն ինչի մեջ։ Շնորհակալություն Արմեն։ Այսօր համար այսքանը վստահ եմ դեռ շատ կտեսնենք Արմենին, մանավանդ վաղը ցտեսություն։ Հաջողություն։ Դիասանություն։